ունեմ, ձեզ բոլորը Սուրբ Ստեփանոս եկեղեցի են եւ այս շաբաթվա պատկամը պիտի փոխանցեմ ձեզի այս Սուրբ վայրեն նկատի ունենալով սրահի անհարմարությունը։ Այսօրվա պատկամը հետևյալն է. Սուրբ գործը երբեք իզուր չէ, ան կհարադվե հաստատակամության, զոհաբերության և քիչերու հզորության։ Աշխատանքը սուրբ է ոչ միայն որովհետև անմեզի սեղանին հարց կբերե, այլև որովհետև կձևավորե ու կգերդե հոգին, կգարկավորե ու կխնամե մտքերը և կպահպանե մարդկային արժանապատվությունը։ Առանց գործի մարդը կիսատ կմնա, ինչպես երբ առանց ձայնի կամ քարմը առանց քանդակի, որ երբեք չմեկնաբանվեցավ և կամ չգերդվեցավ։ Աշխատանքը ջուրի այն կապիտն է, որ անապատը կրնա դարձնել պարտեզի, այգի, այն ջիքը, չանկը, որ կրնա քարքարոտ ճանապարհը դարձնել փանուկ ուղիի։ Սակայն մարդուն ուժը անսահման ու անվերջ չէ, անոր զորությունը սահմանափակ է։ Մարդուն մարմինը կհոգնի և միտքը կթուլնա, այդ պատճառով պետք է կսկան օգնության։ Ահա թե ինչու պետք ունենք օժանդակության պարգևին։ Երբեմն օգնությունը արագ կգա և շատ հաճախ այնպիսի կերպով, որ չենք սպասել։ Երբեմն ժամանակին կգա, բայց ոչ այն ձևով, որ կակնկալեինք կամ կսպասեինք։ Այլ առիթներով կհասնի ուշ, երբ մեր սերքերը արդեն վիրավորված են կամ վերբոդած, իսկ մեր հոգին ծարավ օգնության։ Բայց այնուամենայնիվ նույնիսկ այդ բարակային օգնությունը դարձյալ կդառնա ու կմնա օգնություն։ Ինչպես են ասացված կգսե, լավ է ուշ, քան երբեք։ Այո, բադահած է, որ աշխատանքի մեծ բաժինը ծանոթությունը կկենտրոնանա ու կմնա թիվով փոքրամասնության ուսերուն վրա։ Փոքրամասնությունը մի քանի հոգին իրենց ուսերուն կվերցնեն այն ինչ որ մեծամասնությունը պետք է ստացնել կամ բաժին առնել ու գիսել աշխատանքը։ Ու այդ մասնակցությունն ու նվիրումն է, որ կապահովե գործի շարունակականությունը։ Անոնց լուր զոհողությունն է, որ կապրեցնե գործը։ Թիվով քիչ անձերն են, որ կարգը կկաշեն, մինչ ուրիշներ միայն կհրանքեն, կդիտեն, կվարանին կամ կսպասեն չագերդված ավելի լավ բահու։ Բայց այս ինչ կնշանակի։ Արդյոք կնշանակի, որ աշխատանքը պետք է տատվի կամ պետք է լքվի, որովհետև բոլորը մեր կողքին չեն։ Ոչ, բացարձակապես։ Աշխատանքի դեսաների արդյունքներեն անտին մաքուր բահել եկեղեցին, դունը կամ հաստատությունը, դասավորված արխիվները, խնամքով պատրաստված նամակները, նույնիսկ ամենեն բարձ և աննկատ գործողությունը ավելի խոր իմաստ ունին և աննշմարելի սահման ու չափ, որովհետև այդ ձևով որևէ աշխատանք կդառնա առաքինության անոթ և քանցանակ։ Ամեն գործ, որքանալ բզդիկ ու խոնարհ է, կրնա արտացոլացնել կարգապահություն, համբերություն ու մանավանդ սեր։ Այնինչ որ վստահված է խնամելով ձայն, մարդուն ոչ միայն հմտություն կդասերագե, այլ նաև կերպար, դիպար, մասնակցություն, վստահություն և այդ ձևով հոգատարությունը ավելիով կխորացնե զին համայնքի կամ այլ գազագերբության կյանքի մեջ։ Աշխատանքը կդառնա հարոյական հայտնություն, նվիրումի, բարդավորություններու, բադիվ տալու միջոց, որում միջոցով կծառայեն ավելի մեծ իդեալներուն, արդարության, հավատարմության և ծառայության։ Այս լույսին տակ ու այս հասկացողությամբ աշխատիլը կգերազանցի սովորական բերքն ու գարիկը, կվերածվի օրական հանդարտ նվիրաբերումի, մարդկային արժանապատվության արտահայտության, միախառնված սուրբ կյանքի ծավալին ու մասնակից, մեզ հիշեցնելով, որ նույնիսկ ամենափոքր չանքը, եթե հավատարիմ կերպով կատարվի, հավիտենական արժեք ունենա։ Աշխատանքը երբեք չի գործվի։ Ամեն մեկ կաթիլ մչանքը, ամեն մեկ արար, զոհողություն կդառնա նշան, հետ և ապակայի սեր։ Ինչպես մեր քրոներեն մեկը գրած է. աշխատանքը չի տատվի, քանի որ արևը կծագի ամեն առավոտ։ Մեր նախնիները, որոնք անդաշ կարերը անվանի տաճարներու և գոտողներու վեծալեցին, շատ լավ գիտեին, թե սերմը միշտ նույն քարնան չէր, որ պիտի ծաղեր, իսկ երբ ծաղեր,
անոր քույրը ամբողջ գյուղը գլեցներ։ Եթե նաև ուժերը կբացին, բարեկամներ, ընկերներ ու ծառայողներ կողքին, գանձարությունը անիրավ կերպով միայն քիչեր ու սերուն կմնա, թողենք, որ աշխատանքը շարունակվի։ Որովհետև սրբությունը միայն գործին մեջ չէ, այլ նաև այն համբերության, որ զայն կհավերժացնեն։ Եվ եթե գործը դիսաբար կամ լրիվ կկատարվի, միայն քիչերու ձեռքերով թողանոն գիտնան, որ իրենց աշխատանքը կդառնա հավիտենական վկայություն։ Աշխատանքը սուրբ է, եւ ամեն ինչ, որ սուրբ է, կկատարվի զոհողությամբ ու մանավանդ մասնակցությամբ։ Թող ամեն քար, որ կգրենք, մեր դողունության ու հարադեպության վկան տան։ Թող ամեն ուշացած սեր, ամեն կիսատ աշակերտություն մեզ հիշեցնե, որ Աստծո համար ժամանակը երբեք ուշ չէ։ Եվ միշտ հիշենք, թե աշխատանքը առանց հավատքի թագարկ է, ինչպես կվկայե Պողոս առաքյալը Եբրայեցիներուն ուղղած իր նամակի մեջ ասելով. հավատք կնշանակի վստահ ըլլալ այն բաներուն, որոնց կուզան, եւ համոզված ըլլալ այն բաներուն, որոնք չեն երևի։ 11-րդ գլուխ առաջին համար։ Աստված արադապես օրհնե բոլորին։ Ամեն։